Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ու պաշտոնատար անձինք մայիսի 9-ին հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են հաղթանակ զբոսայգի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին։ Խորհրդարանը գումարել է հերթական նիստերը։ Ազգային ժողովն ընտրել է բարձրագույն դատական խորհրդի անդամներ։ Տեղի ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրի խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է հաղթանակ զբոսայգի։ Նրանք ծաղկի պսակներ են դրել անհայտ զինվորի հուշակոթողի մոտ։ Ալեն Սիմոնյանն ու Վահագն Խաչատուրյանը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոբիրկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին։ Ծխախոտի տուփի վրա ծխելու վտանգների մասին նախազգուշացնող պատկերներ չտպելու տուգանքը կավելանա։ Խորհրդարանը քննարկեց վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական նոր կանոնակարգը, ըստ որի պահանջի ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական պատկերներ, որոնք նախազգուշացնում են ծխելու վտանգավորության մասին։ Նախարարի խոսքով 2024-ին մի շարք արտադրողներ եւ ներմուծողներ հետևել են կանոնին, բայց եղել են նաեւ օրենքից խուսափողներ։ Մենք շուկայում հայտնաբերեցինք կազմակերպություններ, որոնք տարբեր պատճառաբանություններով այս գործառույթը չէին իրականացնում։ Կային դեպքեր, որ ուղղակիորեն հայտարարում էին, ասում էին, մենք խախտում ենք եւ կվճարենք 400,000 դրամ տուգանքը եւ նորից կշարունակենք արտադրել։ Խնդիրը լուծելու նպատակով ծխախոտային շուկայում առավել արդար ու մրցակցային միջավայր ապահովելու, սպառողների իրավունքների պաշտպանության միջոցները խստացնելու, ինչպես նաև հանրության նկատմամբ հարգալից վերաբերմունքը վերականգնելու նկատառումով առաջարկվում է ավելացնել տուգանքի չափը։ Առաջարկում ենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարել փոփոխություն եւ ավելացնել տուգանքը իրավախախտ, այսինքն 400,000 դրամը դարձնել իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1%-ի չափով։ Այս պարագայում ես ուղղակի վստահ եմ, որ բոլոր այդ ընկերությունները շատ արագ կվերադառնան բարեխիղճ վարքագծի, կպաշտպանեն սպառողների իրավունքները։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ ընդգծեց, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն ընկերությունների վաճառքներն են ավելացել, որոնք օրենքի ընդունումից հետո դրա պահանջը չեն կատարել, այսինքն չեն տպել գրաֆիկական պատկերը ծխախոտի տուփի վրա, իսկ տպածների վաճառքները նվազել են։ Խստացման պահանջը առաջին հերթին եկել է հենց այդ դաշտում աշխատող բարեխիղճ տնտեսվարողներից, որ իրենք անհավասար մրցակցային իրավիճակում չլինեն։ Մենք քննարկել ենք հարցը հենց տնտեսվարողների հետ ազգային ժողովում ու այստեղ շատ կարևոր է, որ խոսքը վերաբերվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ներկրված կամ արտադրված ծխախոտային արտադրանքին։ Խնդիրն արագ կարգավորելու նպատակով Բաբկեն Թունյանը նաև առաջարկեց նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում։ Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի տրման հավաստագրման գործընթացում։ Ներկայում յուրաքանչյուր կրթական մակարդակի համար սահմանված են հավաստագրման գործընթացներ։ Կրթության մասին օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացվեց երկրորդ ընթերցմամբ։
փոքր բնակավայրերում, որտեղ սովորողների թիվը փոքր է, առաջարկվում է դպրոցները վերակազմակերպել որպես համայնքային կենտրոններ, որը կարող է իրականացնել հանրակրթության բոլոր մակարդակները, այդ թվում նախադպրոցական կրթություն եւ արտադպրոցական կրթություն, ինչպես նաեւ համայնքի կարիքներից ելնելով կարող է իրականացնել նաեւ ոչ ֆորմալ կրթություն մեծահասակների համար, երիտասարդների համար, նաեւ իրականացնելով մշակութային, տեխնոլոգիական, մարզական, սպորտային տարաբնույթ ծառայություններ։ Հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոններ կան, եւ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն ու կառավարությունը հանդես են եկել նախաձեռնություններով, որոնք բարձրացրել են տնօրենների նկատմամբ չափորոշիչները, ներդրվել են նաեւ դպրոցների զարգացման ծրագրերի չափանիշներ, նշել է ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Ընթացակարգը այնպիսին է դարձել, որ մենք լավագույն կադրերին կարողանանք ընտրել դպրոցների տնօրեններ, ովքեր զբաղվելու են մեր բալիկներին կրթելով եւ իհարկե նաեւ կառավարման գործունեությամբ կրթական ոլորտի։ Այս փոփոխությունը վերաբերվում է նրան, որ բացվում է ըստ էության հնարավորություն վերջին 10 տարիներին 5 տարվա առնվազն կառավարման փորձ ունեցող անձանց համար դառնալ դպրոցի, այսինքն մասնակցել դպրոցի տնօրենի հավաստագրման գործընթացին։ Ուսումնական հաստատության հավաստագիր ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն 5 ու կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության գործող օրենքում բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումները, չկան նաև սպառողների դեմ ուղղված անարդար, մոլորեցնող եւ ագրեսիվ առևտրային գործելակերպ նարգելով կարգավորումներ, բացակայում են ապրանքի միավոր գնի ներկայացման կանոններն ու սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումները։ Կառավարությունն առաջարկում է այդ բացերը շտկել։ Օրենսդրական կարգավորումն առաջին ընթերցմամբ օրենսդիր մարմնում է։ Մեր տնտեսական մրցակցության պաշտպանության եւ սպառողների իրավունքների պաշտպանության մասին ողջ օրենսդրությունը համապատասխանեցնում ենք եվրոպական օրենսդրությանը, ըստ էության SEPA-ով ամրագրված այդ Եվրոմիության 6 դիրեկտիվների ադապտացիան է Հայաստանում տեղի ունենում, որը շատ կարևոր ռազմավարական փոփոխություն է։ Օրենքի նախագիծը ընդունումից հետո կոչվելու է մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ Սահմանվել են մի շարք հիմնարար նշանակություն ունեցող նոր հասկացություններ եւ նախատեսվել է սպառողների դեմ տնտեսվարող սուբյեկտների անարդար առևտրային գործելակերպի վերաբերյալ ամբողջական կարգավորումներ, ներառյալ անարդար առևտրային գործելակերպից սպառողների պաշտպանության մեխանիզմները։ Նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման առիթների քննարկման եւ վարույթների քննության առանձնահատկությունները, ինչպես նաեւ սահմանվել է սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար պատասխանատվություն։ Խորհրդարանը հերթական նիստերի ընթացքում քննարկեց ազգային ժողովի Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների հեղինակած ազգային ժողովի падգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ падգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը։ Այս անհրաժեշտությունը առաջացել է 2025 թվականի մարտի 20-ին ազգային ժողովի միջանցքում ցուցաբերած ազգային ժողովի падգամավորի վարքը քննելու համար, քանի որ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Գրիպսի Մեջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք։ Մենք հիմա էլ նախաձեռնել ենք էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծելու գործընթաց եւ մենք այս հարցը քննարկել ենք համատեղ ձևաչափով, որպեսզի անդրադառնանք հանձնաժողովի պարիտային հիմունքներով ձևավորմանը, գործունեության չափանիշներին եւ կանոնակարգին։ Ուստի համոզված եմ, որ այժմ առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովը չի լուծի այս խնդիրը, այլ կարող է ստվերել այն աշխատանքը, որ ուղղված է կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողովի ստեղծմանը։ Այս գործընթացը, որ նախաձեռնել ենք, մենք նախաձեռնել ենք Գրիպսի Մեջեբեջյանի եւ մյուս լրագրողների ստորագրությունների հիման վրա։ Այո, սա պատգամավորական գործիք է եւ մենք այդ գործիքը կիրառելու ենք եւ բոլոր հնարավոր տարբերակներով փորձելու ենք այնպես անել, որպեսզի Տիկին Ջեբեջյանի պահանջը իրականացվի։ Ինչ վերաբերում է հանդարտ չհարգմանը էթիկայի ապագա հանձնաժողովի մասով, այդ պահանջը առաջադրող առաջին եղել ենք մենք, պարիտետային սկզբունքով։ Շատ լավ է, որ մեծամասնությունը ուզում է գնալ այդ տարբերակին, բայց սա չի նշանակում, որ այն ինչ որ տեղի է ունեցել, պետք է աշկաթող անել։ Մանավանդ որ ապագայում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովը ոչ մի անդրադարձ չի կարող ունենալ այս հանձնաժողովի կամ այս հարցի քննարկման շրջանակներում։ Էթիկայի հարցը դարձել է քաղաքական պայքարի մանրադրամ եք սարքել։ Իսկ մենք այո, Հայաստանի Հանրապետությունում պաշտպանում եւ պաշտպանելու ենք ժողովրդավարությունը, պաշտպանում եւ պաշտպանելու ենք խոսքի ազատությունը։ Լրագրողները ունեն եւ ունենալու են իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելու
մաքսիմալ ազատություն եւ դրա վկայությունը ոչ թե ձեր, այլ միջազգային համապատասխան կառույցների տարեկան զեկույցներն են։ Խորհրդարանը քվեարկությամբ մերժեց որոշման նախագծի ընդունումը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպել է միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ վերլուծական կենտրոնի Եվրամիության ծրագրի ղեկավար Յոլանտա Շիմանսկային։ Արման Եղոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, կարևորել Եվրամիության անդամ երկրների, այդ թվում Լեհաստանի հետ համագործակցության խորացումը։ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուի Ղազարյանը հանդիպել է Եվրամիությունը երիտասարդների համար ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող արևելյան գործընկերության երկրների պատվիրակության հետ։ Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում կրթության եւ երիտասարդության քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներով ու ծրագրերով։ Թագուի Ղազարյանը մանրամասն ներկայացրել է վերջերս խորհրդարանում ընդունված երիտասարդական քաղաքականության մասին օրենքը եւ երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերը, անդրադարձել է նաեւ Հայաստանում երիտասարդական խորհրդարանի գործունեության կարեւորությանը, որպես երիտասարդների քաղաքական մասնակցության խթանման արդյունավետ մեխանիզմի։ Հայաստանի եւ Ղազախստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ։ Նշել է ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղաշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ հանդիպմանը։ Զրուցակիցները կարևորել են միջխորհրդանական կապերի խորացումը, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում եւ ձևաչափերով փոխայցերի նշանակությունը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ու նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, մասնավորապես էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում բարեփոխումները։ Նշվել է, որ մշակվել են էլեկտրաէներգետիկայի մասին նոր օրենքի եւ վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության մասին օրենքի նախագծերը, որոնք ոլորտային գերատեսչությունների հետ խորհրդակցությունների եւ կարծիքների հավաքագրման փուլում են։ Նախատեսվում է օրենքների նախագծերը պաշտոնապես շրջանառել մինչև տարեվերջ։ Քննարկման մասնակիցները կարևորել են Եվրամիության փորձագիտական ու տեխնիկական աջակցության արդյունավետ օգտագործումը, աջակցության մեխանիզմների լավարկման հնարավորությունները։ Խորհրդարանը քննարկեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոններում տեխնացուներ էր առաջադրել։ Արմենուհի Հարությունյանի տեխնացությունը խորհրդարանում ներկայացրեց Հերիկ Նաստիգրանյանը։ Տեխնացուն իր ելույթում անդրադարձավ դատական համակարգի արդյունավետության բարձրացման եւ զարգացման ուղիներին ու ԲԴԽ անդամի տեխնացուի պաշտոնին հավակնելու իր շարժառիթներին։ Գուցեև ոչ մեծ, բայց արժեքավոր ձեռքբերում եմ համարում նաեւ այն, որ իմ երկարամյա պետական գործունեության ընթացքում անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից եւ իրականացրած գործունեության ոլորտից երբևէ իմ անունը չի ստվերվել որևէ կոռուպցիոն բնույթի կամ շահերի բախման հետ կապված գործողությամբ կամ անգամ կասկածով կամ նույնիսկ ակնարկով։ Անահիտ Աբրահամյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովանիսյանը։ Տեխնացուն իր ելույթում խոսեց դատական իշխանության համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի մասին։ Դատարանների դերը երկրում արդար դատաքննության իրավունքի ապահովումն է եւ դրա իրացումը հետեւյալ չափանիշների հիման վրա։ Անկախություն եւ անկողմնակալություն, թափանցիկություն եւ հաշվետվողականություն, արդյունավետություն, ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրականացում, բարեվարկություն եւ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն։ Հաջորդ տեխնացուի կենսագրությունը ներկայացրեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանը, ելույթում Աշոտ Հայրապետյանը ներկայացրեց ԲԴԽ գործառույթների իրականացման, արդարադատության արդյունավետության բարձրացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար իր տեսլականը։ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական կամ այլ հեղինակավոր իրավաբանների եւ դատավորների միջև պետք է ստեղծել փոխգործակցության արդյունավետ հարթակ։ Կարիք կա կազմակերպել պարբերական հանդիպումներ գիտնական անդամների եւ դատավորների միջև եւ այդ հանդիպումների ժամանակ ներկայացնել նոր իրավական տեսությունները եւ մեկնաբանությունները, ստեղծել բաց կառուցողական երկխոսության հարթակ։ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց կայացած գաղտնի քվեարկության արդյունքները, նա տեղեկացրեց, որ քվեարկությանը 107 падգամավորից մասնակցել է 68-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ. Արմենուհի Հարությունյան 68 կողմ, Անահիտ Աբրահամյան 67 կողմ եւ 1 դեմ, Աշոտ Հայրապետյան 68 կողմ։
Արդյունքում Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանն ու Աշոտ Հայրապետյանը ընտրվեցին բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոններում։ Նրանք երդվեցին ազգային ժողովի նիստում ու ստորագրեցին երդման տեքստը։ Խորհրդարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի խորհրդի ամենամյա նիստը։ Նիստին ամփոփվեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 2024 թվականի երկրորդ շրջափուլի արդյունքներն ու ներկայացվեց նոր գործողությունների պլանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս հանդիպումը գերազանց առիթ է ամփոփելու ծրագրի 2024 թվականի ձեռքբերումները, ինչպես նաև խոսելու 2025 թվականի առաջնահերթությունների մասին։ Խորհրդարանական զարգացման ծրագրի գործունեությունը ազգային ժողովում դժվար է թերագնահատել։ Այն ընդգրկում է ծավալուն աշխատանք թե մշտական հանձնաժողովների հետ եւ թե ազգային ժողովի աշխատակազմի հետ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ ազգային ժողովի կարիքներին արձագանքելու այս ծրագրի կարողությունը, հաշվի առնելով փոփոխվող իրողություններն ու մարտահրավերները։ Ալեն Սիմոնյանն ընդգծեց համատեղ աշխատանքների արդյունքում թվայնացման օրակարգում արված առաջընթացը։ Խորհրդարանի ղեկավարն առանձնացրեց նաև մի քանի այլ ուղղություններ, որոնցում ազգային ժողովի արդյունավետ գործունեության համար կենսական նշանակություն է ունեցել ներգրավվածությունը ծրագրին։ Թվայնացման օրակարգի խթանում, ներառյալ նորամուծություններ, որոնք ապահովելու են ավելի մեծ թափանցիկություն եւ հասանելիություն։ Նախօրենսդրական գործընթացների աջակցություն, որն ապահովել է ավելի հիմնավոր եւ ներառական քննարկումներ, երիտասարդների ներգրավման ծրագրեր, որոնք նպաստել են նոր սերնդի ակտիվ մասնակցությանը խորհրդարանական գործընթացներին, կարողությունների հզորացում, ներառյալ ազգային ժողովի падգամավորների եւ աշխատակազմի վերապատրաստումները։ Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրի անկյունակարերից մեկը միշտ եղել է ազգային ժողովի եւ ազգային ժողովի աշխատակազմի գործունեության թվայնացման գործընթացի աջակցությունը։ Այս առումով արձանագրվել են կարևոր արդյունքներ, որոնք ակներև են խորհրդարանի գործունեության տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում նշեց ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։ Ըստ աշխատակազմի ղեկավարի ծրագրի նոր բաղադրիչներից է նաեւ ազգային ժողովի պաշտոնական կայքի նոր տարբերակի մշակումը, որն ակնկալվում է գործարկել մոտ ապագայում։ Մեծածավալ տվյալների տեղափոխումն ու պատմական հիշողության ապահովումը կայքի կարևոր առաքելություններից են։ Ցանկանում եմ տեղեկվել, որ դեռ առաջին ծրագրի փուլում էր նախատեսվում ունենալ նոր կայքը եւ գործարկումը, սակայն ընթացքում մենք վերաիմաստավորեցինք աշխատանքները եւ հասկանալով, որ անհրաժեշտություն է առաջանում ամբողջությամբ տեղափոխելու ներկայիս կայքում արկա տեղեկատվությունը, որը 10,000 էջից ավել տեղեկատվություն է դեպի նոր կայք։ Այս պայմանությամբ կարող ենք արձանագրել, որ տեղափոխվել է տեղեկատվության շուրջ 60%-ը եւ լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում, ուշադրություն դարձնելով իհարկե տեղեկատվության յուրաքանչյուր դետալի վրա։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև նախաօրենսդրական գործընթացներում ընդգրկվածության բարձրացմանը, կանանց ու երիտասարդների մասնակցության ընդլայնմանն, ինչպես նաև ազգային ժողովի որպես կանաչ խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերաբերող հարցերը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը գերազանց եւ շատ կառուցողական համագործակցություն է ծավալում Հայաստանի ազգային ժողովի հետ։ Մենք շատ ուրախ ենք եւ հպարտ, քանի որ կարողանում ենք աշխատել ռազմավարական առումով մի քանի կարևոր, մասնավորապես խորհրդանի բարեփոխումների ռազմավարական ծրագրի, թվայնացման օրակարգի եւ ընդհանրապես քաղաքականության մշակման ուղղություններով։ 2025-ին եւս շարունակվելու են աշխատանքները, մասնավորապես խորհրդանի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ուղղությամբ։ Մենք շատ ենք կարևորում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, քանի որ դա արդի գործիքակազմ է ապահովելու խորհրդանի գործունեության արդյունավետությունը։ Ես շատ ուրախ եմ, որ Կանադան ունի այս հնարավորությունը եւ այժմ աջակցություն է տրամադրում Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրին ու ծրագրի միջոցով նպաստում է ձեր երկրում ժողովրդավարության կայացմանը։ Մեր առաջնահերթությունները ազգային ժողովի հետ համընկնում են։ Այս առումով շատ տպավորված եմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը իսկապես այս գործընթացում ստանձնում է առաջնորդություն, հանդես է գալիս իր կարիքներով ու իրապես գործընթացի տերն է, ինչը հնարավորություն է տալիս ավելի ուժեղ ու լավ ծրագիր ունենալ։ Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրեց ծրագրի 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև 2025 թվականի գործողությունների պլանը։ Նա նշեց, որ 2024 թվականին նախանշվել եւ հաստատվել է ազգային ժողովի ռազմավարության տեսլականը, իսկ 2025 թվականին արդեն արկա է ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաև իրականացվելիք գործողությունների պլանը։
2024 թվականին ազգային ժողովը դարձավ Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրի համաֆինանսավորողներից մեկը, սա կարևորվում է որպես շրջադարձային քայլ, ինչը վկայում է խորհրդարանի անմիջական ներգրավվածության եւ սեփական ֆինանսական պատասխանատվության բարձրացման մասին։ Խոսվեց նաեւ ազգային ժողով երիտասարդների ներգրավման, վերապատրաստումների, արտաքին կապերի խորացման եւ կանաչ խորհրդարանի գաղափարի մասին։ 2025 թվականի սկզբից արդեն մենք սկսեցինք աշխատել փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ կենտրոնային հավասարության փորձագիտական վերլուծության տեսանկյունից մշակվում է այս պահի դրությամբ գործիքը, որը հնարավորություն կտա փորձագիտական վերլուծական վարչությանը իր եզրակացությունները տրամադրելիս նաև ուշադրություն դարձնել կենտրոնային հավասարության հարցերին, նաև կարևոր է արհեստական բանականության զարգացումը։ Վստահ եմ, որ այս տարվա վերջ ամփոփելով 2025 թվականի աշխատանքները մենք 2026 թվականին կարող ենք արձանագրել լրացուցիչ նոր անկյունաքարային ձեռքբերումներ ծրագրի իրականացման համար։ Ծրագրի շարունակական զարգացումը վկայում է ազգային ժողովի պատրաստակամության մասին կայուն եւ ժամանակակից խորհրդարանական համակարգ ձևավորելու հարցում։ Տարին ամփոփվեց համատեղ ձեռքբերումներով, իսկ 2025-ի գործողությունների պլանն արդեն մշակված է։